Վաղը հոկտեմբերի 7-ին Գագիկ Ծառուկյանին պատկանող Փարավոն ռեստորանում վերջապես կկայանա Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ, ազգային ժողովի նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի թոռան հարսանիքը, որը 4 ամիս հետաձգվել էր պապիկի ձերբակալման պատճառով։ ՀՀԿ երբեմնի ազդեցիկ գործ չի խնամին, մյուս ՀՀԿ-ական նախկին օլիգարխ Աշոտ Արսենյանն է։ Հովիկ Աբրահամյանի դստեր տղան ամուսնանում է Ջերմուկ գրուպի սեփականատեր Աշոտ Արսենյանի թոռնուհու հետ։ Դեռևս հունիսի 21-ին պլանավորված հարսանիքը ձախողվեց եւ հարկադրված հետաձգեցին ընտանիքները, քանի որ անսպասելի իրավապահները ձերբակալեցին Հովիկ Աբրահամյանին եւ հապճեպ կալանքի որոշում կայացրեցին։ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում հունիսի 13-ին ձերբակալվեց Աբրահամյանը։ Նա մեղադրվում է մի քանի դրվագով փողերի լվացման, պաշտոնեական դիրքի չարաշահման եւ ապօրինի ձեռնարկատիրական գործունեության համար։ Հիշեցնենք, դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրել տնային կալանքը 2 ամսով, ինչը նշանակում է, որ սահմանափակումների պատճառով բացառված էր Հովիկ Աբրահամյանի շփումներն ու տնից դուրս գալը, եւ նրան այցելելու իրավունք ունեին բացառապես ազգային ժողովի падգամավորներն ու մեղադրյալի փաստաբանները։ Սակայն ընդգծենք, ոչ մի падգամավորի այցի մասին հաղորդագրություն չեղավ, թե ընդդիմադիր թևից եւ թե իշխանական։